Քչերը կհիշեն 2024 թվականին բնության և օրենքի նկատմամբ իրականացված աղմկահարույց վանդալիզմի դեպքերը, երբ քաղաքացին օրը ցերեկով ապօրինի հատել էր 45 բարդի։ Այդ ժամանակ իշխանամերձ մամուլը և իրավապահ մարմինները միաբերան հավաստիացնում էին՝ օրինախախտը կպատժվի։ Ես կարծում եմ եւ նաեւ որպես արդեն ոչ պաշտոնյա, որպես Երևանի քաղաքացի, որ օրենքի ամբողջ խստությամբ պետք է ենթարկել նման անձանց պատասխանատվության։ Անցավ 1.5 տարի, հասարակության մի մասը մոռացավ դեպքի մասին, մյուսներն էլ մնացին այն համոզման, թե օրենքի գերակայությունն ապահովվել է, սակայն իրականությունն այլ է։ Ծառերի զանգվածային հատման գործով հիշատակվող Վահե Մաթոսյանը մինչ օրս քրեական պատասխանատվության չի ենթարկվել, չնայած այն հանգամանքին, որ խոսքը վերաբերում էր ծանր հոդվածով նախատեսվող արարքի։ Ըստ Օրագիր Նյուզի աղբյուրների, նրան քրեական գործից ազատել է բարեկամուհին Քրիստինե Գրիգորյանը, որը ղեկավարում է արտաքին հետախուզության ծառայությունը։ Թեև հարուցված քրեական գործը կարճվել է, սակայն ակնհայտ է ինչ հիմնավորմամբ։ Օրագիր Նյուզը փորձեց կապ հաստատել Վահե Մաթոսյանի հետ, պարզելու, թե ինչ հիմքով է կարճվել նշված քրեական գործը։ Մեր հեռախոսազանգին պատասխանեցին Վահե Մաթոսյանի աշխատակիցները։ Նրանք խոստացան մեր զանգի մասին փոխանցել Վահե Մաթոսյանին, վստահեցնելով, որ նա հետադարձ կապ կհաստատի, սակայն բնականաբար ապարդյուն։ Կազմակերպող անձի այսպես երկար նայում եմ եւ չեմ կարողանում հասկանալ այդ մարդու adekvat է եղել արդյոք այդ մարդը այս գործողությունը կատարելու թե չէ, որովհետեւ կներեք, բայց ուղեղից մեջ չի տեղավորվում, թե ոնց կարելի էր ընդամենը 15-20 րոպեվա ընթացքում այսքան բարդի ուրեմն հատել։ Չնայած հանրային դժգոհությանը, որևէ պաշտոնական տեղեկատվություն քրեական պատասխանատվության վերաբերյալ չի հրապարակվել։ Ավելին, իրավապահ մարմինները չեն ներկայացրել նաև գործի ընթացքի եւ արդյունքների մասին հստակ պարզաբանումներ։ Օրագիր Նյուզը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև ՀՀ գլխավոր դատախազությունից, հասկանալու համար, թե ինչ ճակատագիր է ունեցել աղմկահարույց այս գործը եւ իրականացվել է արդյոք լիարժեք քննություն։ Դատախազությունից հայտնեցին, որ վերոնշյալ քրեական գործի վարույթը կարճվել է գործուն զղջալու հիմքով։ Վնասը իբր վերականգնվել է, թեև անհայտ է, թե ինչպես կարելի է վերականգնել 45 հսկա բարդիները։ Հասմիկ Մովսիսյան, Իրինա Ատանյան, Օրագիր Նյուզ։